Արման Ավետիսյանն է, վիրավորվել էր ապրիլյան պատերազմում, կորցրել ոտքը ու հիմա էլ մտածում է ծառայության մասին։ Քարորիայի հերոսը դարձավ նաև մամուլի, լայն ու գեղեցիկ ժպիտով հերոսը։ Շատ ժամանակ ժպիտով ցավն ենք ծածկում, որ շատ ցավ է։ Արմանի պատմությունը ֆանտաստիկ է, վիրավորվել է, ոտնաթաթը կորցրել, կապել, որ չարնահոսի ու շարունակել դիրքերում մնալ, ընկերների զենքերը լիցքավորել։ Հենց էր որ պետք է եթե ցավարել, պիտի կռիվ անենք։ Ասում է, մերոնք թվով քիչ են, բայց հակառակորդից ավելի հզոր ու խիզախ են։ Հայկական դիրքերը ի տարբերություն ադրբեջանցի գրոհայինների պահում են շարքայինները, նկատում է հերոս երիտասարդը։ Հակառակորդի զինվոր չեմ տեսել, տեսել եմ տարիքով մարդիկ։ Այսինքն վարձկանների Չեմ իմանում վարձկաններ են կարող իրան զինվորները այդպես են։ Բենիկի պատմությունը ժամը լրատվականը պատմել էր շաբաթներ առաջ, այն ժամանակ տղան հազիվ էր խոսում, վնասվածքը ծանր էր։ Այսօր արդեն հոսպիտալից դուրս ու առույգ պատմում է ապրիլյան օրերի մասին։ Նկարագրել մի քիչ դժվար է։ Դա լինես պոստերում խրամատում կանգնած այդ պատմությունը ադրենալին մեջ շատանում է, բայց ոգևորությունը կարելի է։ Հարավային ուղղությամբ տեղակայված դիրքում Շարքային Եղիազարյանը ծառայեկիցների ու հրամանատարների հետ մի քանի ժամ դիմակայել է հակառակորդի մեծաթիվ ուժերին։ Դուք չգցեք ամեն ինչ լավանալու, որ սաղս էլ տուն ենք հասնելու։ Մի անգամ ջարդվել ենք հակառակորդի, երկրորդ անգամ էլ գտանք։ Կրտսեր սերժանտ Միքայելը դժվարությամբ է հիշում կորցրած ընկերներին, բայց նաև հպարտությամբ շեշտում է։ Բոլորը պատրաստ էին զոհվել հանուն հայրենիքի։ կռվել գիտեին։ Իրանք ոչ մի բան չգիտեն։ Ուղղակի իրանց քանակն է շատ։ Հայրենիքն անձնուրած պահած այս տղաները դեռ բուժվում են հոսպիտալում, մի քանի ժամով դուրս են եկել պատվոգրեր ստանալու։ Նախարարներից մինչև վետերաններ ու ազատամարտիկներ ոտքի են կանգնում նրանց անունը լսելիս։ Շնորհակալագրերով պարգևատրվում են ոչ միայն զինվորները, մարտական գործողություններին մասնակցած բժիշկները նույնպես պատվոգրերի են արժանանում։ Վիրաբույժ Սերգեյ Միրզոյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է աշխատում։ Տնօրենի հանձնարարությամբ գործընկերների հետ հենց ապրիլի 2-ին վիրավորների կողքին էր։ Բժիշկ ջան, պրոբլեմ չկա, ամեն ինչ լավ, անկերոջս նայի, ինձ հետո կնայես։ Պատվոգրեր ստացող բժիշկների մի մասն այսօր չկարողացավ դրանք վերցնել, առաջնագծում են։ Հիմա մասնագիտական պարտքն են կատարում, ամեն ինչ անում վիրավոր տղաների կյանքը փրկելու համար։ Աիդա Կարապետյան, Ալբերտ Գալստյան, ժամը լրատվական։